հասարակության մեջ ատելության մթնոլորտ ու խոսք սերմանելու մեջ, մինչդեռ այդ նույն ընդդիմության ներկայացուցիչները, նրանց համակիրները, իրենց գրպանային լրատվամիջոցներն արդեն 3 օր անդադար, ամենավերջին անեծքներն ու հայհոյանքներն են հնչեցնում երկրի վարչապետի եւ նրա ընտանիքի հասցեին։ Այս թեմայով ելույթ չէի ունենա, եթե քննադատությունները իսկապես սարսափելի չլինեին եւ տեղավորվեին մարդու բանականության մեջ։ Դրանք այնքան սարսափազդու են, որ հարկ չեմ համարի այս ամբիոնից մեջ բերել։ Ու այս ամենի պատճառն ընդամենը վարչապետի տիկնոջ ֆեյսբուքյան էջում տեղադրած լուսանկարներն էին իրենց ընտանեկան առօրյայից եւ կատարած փոքրիկ գրառումն այն մասին, որ իրենք հանգստյան օրերին ընտանիքով պարբերաբար են լինում Հայաստանի տարբեր մարզերում եւ քաղաքներում, խանութներից առևտուր են անում եւ այլն։ Հասկանալի է, տարիներ շարունակ երկրի ղեկավարներն անհասանելի են եղել Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար։ Քաղաքացին որպես կանոն իմացել է, որ երկրի նախագահը, վարչապետը, պատգամավորները, նախարարները ահռելի կարողությունների մարդիկ են, որոնք ապրում են բացարձակապես այլ կյանքով, որի մասին անգամ պատկերացում ունենալ չի կարող հասարակ մահկանացուն։ Եվ ուր մնաց, թե երկրի ղեկավարն անձամբ մտներ խանութ, առևտուր աներ եւ շփվեր քաղաքացիների հետ։ Ի վերջո չմոռանանք, թե 2001 թվականին ինչ եղավ Պողոս Պողոսյանի հետ պրիվետ ռոբ ասելու համար։ Ահա այսպիսի մարդիկ են ղեկավարել մեր երկիրը երկար տարիներ։ Ղեկավարների այսպիսի կերպարներ է դաջված մարդկանց ուղեղներում։ Դրա համար էր այսօրվա իշխանության ներկայացուցիչների հասարակ ապրելակերպն ու առօրյան այնքան ընդունելի, հաճելի ու բնական է Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիների համար, միևնույն ժամանակ նույնքան անընդունելի ու անհասկանալի նախկինների ու նախկինների արբանյակների համար, ինչպես նաև պատվերով ատելություն քարոզող լրագրողների համար, որոնց բնութագիրն իմ գործընկերը դեռևս ամիսներ առաջ տվել է։ Այո, այսօրվա իշխանության ներկայացուցիչներն, այդ թվում նաև վարչապետը, ապրում է համեստ ու հասարակ կյանքով։ Մենք բոլորս ունենք հոգսեր, բանկերում ունենք վարկեր, երթևեկում ենք հասարակական տրանսպորտով հարկ եղած դեպքում, մտնում ենք առևտրի կենտրոն ու անհրաժեշտ գնումներ կատարում։ Այո, մենք հենց այսպիսի կյանքով ենք ապրում ու ոչ թե նրա համար, որ խոսեն մեր մասին, այլ նրա համար, որ մենք մեզ համարում ենք Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացուց մեկը։ Իշխանության աթոռներին նստած իշխանավորների անհասանալի կերպարներն անհասկանալի ու անընդունելի երևույթ է եղել ու շարունակում է մնալ մեզ համար։ Եվ ի վերջո, ինչպես ասել է ամերիկացի փիլիսոփա բանաստեղծ Էմերսոնը, ոչինչ այնպիսի պարզությամբ աչքի չի ընկնում, ինչպես մեծությունը։ Լինել հասարակ հենց նշանակում է լինել մեծ։ Եվ հիմա խոսքս ուղղում եմ իրենց բառապաշարում անեծքների պակաս չունեցող մեր հայրենակիցներին։ Մի քիչ աստվածավախ եղեք։ Ի վերջո, ինչպես ժողովուրդն է ասում, անեծքն երկու բերան ունի։ Եվ ամենավերջում, քանի որ գտնվում ենք մեծ պահքի շրջանում, խոսքս ավարտեմ Սաղմոսից մեջբերում։ Ամենագերակա, ամենակարևոր սկզբունքը տարածքային ամբողջականություն։ Մեր փորձից քմծիծաղ եք տալիս, որովհետև ձեր քաղաքական երևակայության մեջ այդ սկզբունքը ազգերի ինքնորոշումն է։ Այդպես ցույց տվեցին այն փաստաթղթերը, որը որ Ռոբերտ Քոչարյանը ստորագրեց։ Նույն ԵԱՀԿ-ի շրջանակներում մեր դառը պատմությունը ցույց տվեց, որ ամբողջ աշխարհի համար դա գերակա է։ Բայց վերադառնանք այս կոնտեքստին, անխոչնդոտը մի հատ բառ է։ Տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքի սկզբունք։ Այդ երկուսը ինչու՞ չեք կարող իրար հետ հարաբերակցեք։ Ընդ որում տարածքային ամբողջականության սկզբունքը մենակ չի գրած։ Գրած է սահմանների անխախտելիության հետ, մյուս սկզբունքների հետ։ Ինչի է սովորական այդ հայերեն անխոչնդոտ բառը ձեզ համար գերակա մնացած բառերի նկատմամբ։ Ասում եք, հա, այդ գանք այդ ազգերի ինքնորոշմանը։ Երբ պատերազմից հետո մենք առաջարկեցինք իջեցնել նշաձողը, դուք ամեն ինչ արեցիք։ Կոչեր հղեցիք Լեռնային Ղարաբաղի խորհրդարանին, որ հայտարարություններ գրի, որ ընդդիմանա, որ ասի Հայաստանը իմ անվտանգության երաշխավորն է, ինչպես եւ պարտավորվել է, բայց ես չեմ կատարի Հայաստանի կամքը։ Այ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում, քանի որ կա անվտանգության երաշխիքների հարց, պետք է լսի։ Իսկ Լեռնային Ղարաբաղը կարող է ընդդիմանալ։ Այնքան ասեցիք, այնքան հայտարարություններ ընդունեցին, վերջը տեսանք ինչ եղավ։ Մինչդեռ պետք էր համախմբվել։ Միակ հնարավոր ճանապարհի
շուրջ Լեռնային Ղարաբաղում հայերին պահելու։ Պետք էր համախմբվել։ Բոլոր հնարավոր դիմադրությունները ցույց տվեցիք դուք։ Եվ սա է դաշնակցության դերը։ Դուք ասում եք ինչու եք թիրախավորում դաշնակցությանը, որովհետև դուք երբևէ չեք ձգտում իշխանության։ Ձեր կուսակցության ծրագիրը երբևէ չեք պատրաստում դարձնել կառավարության ծրագիր, բայց դուք պատրաստվում եք միշտ սենց այստեղ-այնտեղ ծվարած Քոչարյանի դաշինքի մեջ, մի որևէ տեղ մնացած բոլոր քաղաքական ուժերին տերոր անել, որ անկախ միացյալ այն մյուս բառը ինչ էր, Հայաստան լինելու է, Հայաստանը անկախ չի հիմա։ Գիտեք, եւ երբ որ Պարոն Խաչատրյան, Տիկին Մարիա Կարապետյանը նույնիսկ ձեր բեկ վոկալի կարիքը չունի, հերիքա տեղից խոսեք։ Տիկին Մարիա Կարապետյանի ժամանակը վերականգնեք, սարքեք 10 րոպե։ Եվ երբ որ պատասխան չեք ունենում, եկավ Տիկին Քրիստինե Վարդանյանը, շնորհակալ եմ։ Պատասխան չեք ունենում, գալիս եք այստեղից զայրույթ եք պատկերում, տենդագին, ռուսերեն одержимы, որ ձեր մոտ տպավորություն է թողնում, թե ուրեմն ուժեղ ջղայնացա, հաստատ անկեղծ է ու հաստատ ճիշտ է ասում։ Չէ։ Բոլորս կարողանում ենք լսենք, թե այդ ճչոցի ներքո ինչ բովանդակություն է։ Գործընկերներիցս մեկը մի օր տվեց ձեզ այն հարցը, որը տևական ժամանակ է տալիս ենք։ Ձեր ծրագրում գրած է, որ դուք, այսինքն իշխանության չեք ձգտում, բայց ձեր ծրագրի մեջ գրված է, որ Արցախը, Ջավախքը եւ Նախիջևանը պետք է միացվեն տենց։ Այսինքն բոլորս գիտենք, որ հողերը միշտ ձեզ համար ավելի կարևոր են, քան պետականությունը։ Ձևը, որի ներքո այդ հողերը գոյություն ունեն, ձեզ համար պակաս կարևոր է, քան հողերը։ Գործընկերս հարցրեց ձեզ, ասում է, այդ երեքը, որ ձևակերպել եք, ինչի եք մոռացել Արաքս գետից հարավ, պատմական, վասպուրական, փայտակարան եւ Պարսկահայք նահանգների մասին։ Ինչ անում Քրիստինե Վարդանյանը, գալիս է ամբիոնի մոտ կանգնում է, այդ զայրույթը բանեցնելով, գոռում է, ասում է, որովհետեւ Թուրքիան ու Ադրբեջանն են մեր վրա հարձակվել։ Կարող եք մտածել, որ տրամաբանական է։ Գուցե, ինձ ճիշտ ասած, էդ էլ է թույլ թվում, էլի, որ այսինքն պատմությունը ուրանում եք, եթե չեն հարձակվում։ Կարող է Թուրքիան մի օր չհարձակվի, բայց այդ չի խնդիրը։ Դուք գրել եք մեր հարևան Վրաստան երկրի Սամցխե Ջավախեթի մարզի անունը, գրել եք Ջավախքն է պետքա միացնենք։ Վրաստանը մեր վրա է հարձակվել։ Վրաստանը մեր վրա է հարձակվել։ Ինչի՞ եք Վրաստանի նկատմամբ փողային պահանջ ձևակերպել։ Հա, դա թերևս կախված է Խորհրդային Միության եւ Իրանի հարաբերությունների հետ։ Սիրում եք, չէ, պատմական պայմանագրեր, Սևրին եք հողում տվել եւ հավաքել եք հողերի կեսը։ Կեսը մոռացել եք Արաքսից հարավ։ Բա Թուրքմենչայի պայմանագիրը չեք հիշում։ Հիշում եք, կնքել է ռուսական կայսրությունը։